Թվային Հայաստանն այսօրվանից ունի հասցե մայրաքաղաք Երևան, Ազատության 24 կոտորակ 1, պաշտոնապես բացվեց ԻՄԱՅԴ-ի գրասենյակը, ու քանի որ այստեղ ամեն ինչ թվային է, գրասենյակի բացումն ազդարարվեց ոչ թե կարմիր ժապավեն կտրելով, այլ նույնականացմամբ։ Հայաստանի 10 առաջատար բանկ և բոլոր 3 բջջային օպերատորները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ԻՄԱՅԴ-ի փակ բաժնետիրական ընկերության ստեղծման նպատակով։ Կանոնական կապիտալը համալրեցին մոտ 2.6 միլիարդ դրամով և վերցրեցին հանձնառություն 2 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդնել Հայաստանում առաջադեմ թվային ինքնության և էլեկտրոնային ստորագրության համակարգ ստեղծելու ուղղությամբ։ 25 թվականին ԻՄԱՅԴ-ին կլինի արդեն կայացած վստահության ծառայություններ մատուցող կազմակերպություն և կմատուցի այդ ծառայությունները ինչպես քաղաքացիներին, այնպես բիզնեսներին, անհատներին և պետական մարմիններին։ Որակյալ թվայնացումը շատ կարևոր է երկրների զարգացման և մրցունակության համար, և սա ռազմավարական տեսանկյունից կառավարություն կենտրոնական բանկ հարաբերություն ևս ֆիքսվել է։ Այն երկրներում, որտեղ մենք տեսնում ենք հաջողվել են և խոսում ենք մարդկանց հետ, ովքեր այդ հաջողությունը իրագործել են, մի քանի նախապայման են առաջ քաշում։ Առաջինը, ասում են, եթե անալոգ աշխարհում վստահության խնդիրը կարող է չլուծել, ջունգլին կլուծի, թվային աշխարհում վստահության խնդիրը չլուծես, թվայնացման մարդիկ չեն վստահելու և չեն օգտվելու թվային գործիքներից։ Հայաստանը թվային քարտեզի վրա տեսանելի դարձնելու համար անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացում ապահովելու նպատակով 2024 թվականի փետրվարին համախմբվեցին Հայաստանի 10 առաջատար բանկերը և 3 հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, ստեղծելով ԻՄԱՅԴ-ին, վստահության թվային ծառայություններ մատուցող ընկերությունը։ ԻՄԱՅԴ-ով մենք փաստացի մեկնարկում ենք ազգային թվային նոր ստանդարտներ, նոր լուծումներ։ ԻՄԱՅԴ-ի կայացմամբ Հայաստանում թվային աշխարհի զարգացումը ավելի արագանալու է, մարդկանց ավտորիզացիայի, մարդկանց խնդիրների արագ լուծման։ ԻՄԱՅԴ-ին ստեղծվեց կոնսոլիդացիայի արդյունքում ու երբ կմիավորվեն նաև մյուս բանկերն ու պետական մարմինները, բիզնեսն ու անհատները, կդառնա համազգային գործիք։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել ԻՄԱՅԴ-ով, հաստատել գործարքներ, օնլայն ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ։ Գալու է մի օր, երբ որ Հայաստանում թուղթ ու գրիչով այլևս փաստաթուղթ չի ստորագրվի և բոլորը կկարողանան փաստաթղթերը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։ Այն խնդիրները, որ դրված է այս 1-1.5 տարվա ընթացքում, իրանք ամբողջությամբ կատարված են, բայց ամենակարևոր խնդիրը, որ բնակչությունը սկսի շատ մեծ քանակով օգտագործել։ Տրանզակցիաների քանակի աճը դա այդ ամեն ինչը ցույց կտա եւ կհեշտացնի բոլորիս կյանքը, եւ բիզնեսի համար, եւ մարդկանց համար, եւ ամենակարևորը ժամանակ կխնայենք։ Եվ մենք, եւ ֆիզիկական անձիկ, եւ իրավաբանական անձիկ, իսկ դուք գիտեք, միակ բանը, որ չես կարող գնել, դա ժամանակն է։ Այս գործում ամենակարևորն անվտանգությունն է, ինչը ԻՄԱՅԴ-ի հիմնաքարն է։ Եվրոպական ամենախիստ ստանդարտներն են կիրառվում զրոյից կառուցվող համակարգում։ Ընկերությունը բավական լուրջ ռեսուրսներ է ծախսում, ներդնում բազմակողմանի պաշտպանություն։ Դրա նման կամ մոտիկ համակարգ Հայաստանում չկա։ Դրա համար անհրաժեշտ են առաջնակարգ գաղտնագրման ալգորիթմեր ապահովող համապատասխան սարքավորումներ, որոնք որ այսօրվա գեոքաղաքական իրավիճակում աշխարհի բավականին լուրջ արտահանման սահմանափակումների տակ են, բայց ԻՄԱՅԴ-ին հաջողվել է ձեռք բերել այդ համակարգերը եւ ներկայումս մենք հիմա արդեն գտնվում ենք գործարկման փուլում եւ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կգործարկենք մեր հավաստագրման կենտրոն։ Որպես ստանդարտ մենք ընդունում ենք Եվրոպայի Electronic Identity EIDAS ստանդարտը, որը շատ խիստ կարգավորում է անվտանգային բոլոր ասպեկտները, թե տեխնիկական, թե պրոցեդուրալ։ Ենթակառուցվածքներն արդիականացնելուց հետո 2026-ին ԻՄԱՅԴ-ին նախատեսում է ներդնել էլեկտրոնային թվային դրամապանակ, որը հնարավորություն կտա համապատասխան հավելվածի միջոցով իրականացնել լայն թվային գործառույթներ։ Սկսած թվային նույնականացումից մինչև ամբողջական էլեկտրոնային ստորագրություն, ընդ որում բոլոր ստորագրված փաստաթղթերը նաև հասանելի կլինեն հատուկ դրա համար մշակված պորտալում։
Ու թեև Իմայդին հայկական հարթակ է, նպատակը շատ ավելի գլոբալ է։ Ընկերության տեսլականն է դուրս գալ Հայաստանի սահմաններից ու հայկական փորձը տարածել ամբողջ աշխարհում։ Իմայդին հավակնում է դառնալ թվային նույնականացման ծառայությունների հուսալի, նորարարական եւ միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ առաջարկող ընկերություն, որը յուրաքանչյուր քաղաքացու ու բիզնեսի հնարավորություն կընձեռի վստահ գործելու թվային ժամանակաշրջանում։